Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերջին շրջանում ոչ միայն ուժեղ Հայաստան կուսակցության հետ կապված, այլ նաև օրինակ Դավիթ Մինասյանի գործով մարդիկ հաճախ դուրս են գալիս փողոց արդարությանը այնտեղ հասնելու համար, այնինչ արդարությունը պետք է համապատասխան կառույցներում կայացվել լինել։ Ինչու այդպես դասավորվել։ Դե հիմա ասենք թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը ինչ ա եղել, SMS-ա ստացել գնացել է, չէ՞։ Դրանից հետո նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, որը թվում նստում է կառավարության նիստի։ Վարչապետը մտնում է նիստին, քելում կանգնում է։ Ասում հարց էլ ասի, դու այդ նիստին ինչ ես եկել։ Ինչ հարց ուներ, կա ոչ կառավարության անդամ է։ Ամեն մի կառավարման մարմին իրեն հիմա ազգային ժողովի նիստ ասկի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար չի թվում նստում ազգային ժողովի։ Բայց կառավարության նիստին ինչ ես թվում նստում, չէ՞։ Ինչ ես քելում կանգնում, եթե նա ինչ ես նախդունդե։ Այդ բաբոր ասում ես իրավապահ մարմին, այդ իրավապահ մարմինի այդ արժեքը որակը ստանում է իր անկախ գործունեության իմաստով։ Եթե նա ձեզ բոլորիդ ղեկավարում է, այս դեպքում ստասում է ոնց ես դու անկախ իրավապահ, դու դա բանը կատարող ես, իսկ օրենքն էլ ասում է իրավապահ մարմինների գործունեության ցանկացած միջամտությունը հանցանք է։ Հիմա մենք ասենք գործ ունենք այս հանցանքի շղթայի հետ, ասում ենք քանի որ իրավապահ իր ֆունկցիան չի կատարում, մենք որպես քաղաքացի գալի կանգնում ենք, ասում ենք ըմբոստ ենք։ Ասենք հիմա մենք վաղն չենք գտնում դատարան։ Բարձր չէ՞ իմ ներկայությունը դատանի բակում դատանի կամքի որոշման վրա չի ազդելու, չի կարազի, ես դες մտադրություն չունեմ գնա։ Ես ուղղակի գնում եմ կանգնեմ, ասեմ ախպեր ես երկրում անմեղ մարդն չի դատարանը։ Ինձ էլ են չէ տանում, ես էլ եմ անմեղ մարդ, ինձ էլ են տարել։ Քրեական ամսի 22-ն էլ իմ դատն է։ Ինչ գո, ասենք անմեղ մարդն չի պիտի դատվի ես երկրում։ Հանցագործները վխտա, հանցագործները մեզ իշխեն, անմեղ մարդիկ դատվեն։ Բամբոստ ենք, մենք երկրում պիտի օրինավոր մարդիկ խրախուսվեն, հարգանքի արժանան, պատվի արժանան, հանցագործներ պիտի դատվեն։ Քրկերկորյանը ազգային հերոս է, որտեղ վաստակել է։ Սամվել Կարապետյանը հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխանաշանի ասպետ է։ Հենց է ստացել ինքը։ Բայց այս մարդը պիտի հասարակության մեջ մենակ հարգանքի, գնահատանքի, մեծարանքի արժանանա, այլ ոչ թե հանիրավի իրավական հետապը։ Եվ ես որպես քաղաքացի ըմբոստ եմ դրա։ Հիմա ասենք թե Քրկերկորյանը ողջ էլ տանեին դատեն, ես պետք է կանգնեի դատանի բակ։ Ասեմ մեր ժողովրդի հերոսական զավակն է, ո՞նց եք տանում դատեք այդ մարդուն։ Իսկ այն ձեր արտաշատի գրասենյակներում ինչ վիճակ է, գործում են փակի։ Անկեղծ ասած ես տեղյակ չեմ, երբ պիտի մեր ուսակցության ներկայացուցիչն ասեն։ Եթե դեռ նախընտրական շրջանը չի սկսվել եւ այսպիսի իրավիճակ է, քարոզարշավը ոնց է անցնելու, ինչ իրավիճակ են ունենալու, դուք ոնց եք պատկերացնում։ Դե ակնհայտ է, որ իրանք այդ ձև շարունակելու են, լրիվ տրամաբանական է ձեր հարցը, որի մեջ նաև անհանգստություն եմ տեսնում, որ այո, սրանք գնալու են, փորձելու են գնան ամենաբան միջոցների, որովհետև նորից եմ ասում, բան չկա, գրանցված ընտրական սուբյեկտը չկա, գնացել են ասում են դու այդ ընտրական սուբյեկտի կաշառք ես տվել, որ իրանք դրան օգտին քվեարկեն, երբ որ այդ կուսակցությունը հայտ չի տվել կենտրոնական ընտրականը։ Ոնց պիտի դրա օգտին քվեարկեն։ Դե պարզ է, չէ՞, որ եթե քաղաքական քարոզարշավը լինի, ինչեր են փորձելու անել։ Հետապնդում կամ ասենք հանում են ձայնագրություններ են հրապ։ Ասենք մարդու գաղտնա լսել է, օրենքով արգելված է, չէ՞, դա մեր անձնական իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիք կա։ Եթե օրինական են գաղտնա լսել, նշանակում է գնացել են, դատանից թույլտվություն են վերցրել, ուժեղ Հայաստան կուսակցության արտաշատի գրասենյակի աշխատողներին գաղտնա լսեն, այսինքն հիմնավոր կասկած ունենաս, չէ՞։ Բայց չես դեպքում հիմնավորի, քննիչ, ինչես գնացել կոնկրետ կուսակցություն թիրը։ Դու արդեն նույն միաժամանակ բոլոր Հայաստանի կուսակցությունների գրասենյակի աշխատողներին գաղտնա լսելու միջնորդություն տարել ես դատարան։ Եթե չես տարել, ինչես հասցեական գնում ստե։ Պիտի գիտեք ինչ, քննիչը, ոստիկանը դրանք կարևոր մարդիկ են մեր երկրի ներքին անվտանգություն, հասարակական կարգ իրան, բայց իրանք հանրային ծառայող են, իրանք իրանք ամեն գործողության քայլի համար պիտի պատասխան տան, հաշվետու պիտի լինեն։ Օրենք իրանք իրավասությունն է տվել, որ իրանք հանցանք բացահայտեն, ոչ թե անմեղ մարդուն տանեսարկեն հանցագործություն։ Ձայնագրության մեջ ենթադրաբար հեռուստացույց տալու մասին էր խոսվում, այնտեղ ասում էր, որ սուս մնա, ըստ ձեզ ինչի մասին է սա։ Ձայնագրությունը նորից եմ ասում, աղճատվածքի չգիտես ինչի մասին է խոսքը, մի կտոր վերցնում են, բանը Բագրատ Սրբազյանը այսօր իրանց դատնել է։ Իր ձայնագրություններն էլ ենք, չէ՞ լսել։ Ասում է բանը ինքը ահաբեկչական գործողություն է պլանավորել, որովհետև ձայնագրության մեջ ասում է, որ ինքը ուզել է շվեյցարական մոդելի պետություն կառուցի։ Բագրատ Սրբազյանը լսում ես, ասում է մենք պիտի կառուցենք շվեյցարական մոդելի պետություն։ Բարձրացած շվեյցարական մոդելի պետություն կառուցելը ահաբեկչություն է։
Հիմա ցանկացած կենցաղային խոսակցություն, ցանկացած մարդու որ լսես, ինչ ասես, մարդիկ կարան իրար հետ խոսան, չէ՞։ Բայց դա ընտրական գործընթացի հետ կապելը պիտի ապացույց ունենաս։ Նորից եմ ասում, ընտրական գործընթացի սուբյեկտ չկա։ Կարա մեկին մի բան նվիրի, մեկը կարա մեկից մի բան առնի, մեկի մի ծախի։ Աները ասելա փեսային քյաբաբ կտամ, փեսան ասելա, չգիտեմ, աներոշ քյաբաբ կտամ։ Սաղս էլ մեր տուն հաց ենք ուտում, մեր տանը հիմա ասեք թե կինս որ ասի, որ գաստուն ես քո համար ինչ սարք եմ ուտելու, ես էլ ասեմ, ասի, այդ ուրեմն դրան հենց աշ տվեց, այդ 100% ուզելա նրա կամքի վրա ազդի, որ նա էթա ուժեղ Հայաստանին ընտրի։ Կնկաս բռնեն տանեն դատեն, կլիտնես բան։ Այս գործով արդեն հրապարակվել է ձայնագրություն։ Ինչ են հրապարակ։ Մի հատ կիսատ բռնած մի բան պետք է լինի, էլի, հերթական անգամ։